ես դնում եմ եւ սովորեցնում եմ, որպեսզի մարդիկ լուսավոր ուղով գնան, այլ ոչ թե խավարի, որովհետեւ խավարը դա մի ուժ է, որտեղ որ մարդը եթե ընտրում է սևմոգությունը, դա պարտադիր չի, հա, մարդը վատություն անի, բայց կան մարդիկ այսօր Հայաստանի մեջ, ովքեր զբաղվում են անունն է սևմոգությամբ, բայց ոչ մի կապ չունեն տարոլոգիայի հետ, օրինակ կարող եմ բերել 15-16 տարեկան ինչ որ մարդիկ քնում արթնանում են երեխաներ, ասում են մենք սև մոգ ենք, հա, եւ այսպիսի մարդիկ մտնում են հատուկ տարոյի մեջ, մտնում են հատուկ մոգության մեջ եւ սկսում են վնասել իրական մասնագետներին եւ խաղալ իրական մեծ պրակտիկա ունեցող տարոլոգների, թվաբանների, թվահոգեբանների եւ ռունոլոգների անվան հետ։ Ես կարծում եմ հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս ամեն ինչին, որովհետև տարոն մի էներգիա է, որտեղ դու երբ գալիս ես սովորելու, ինչպես հիմարի քարտը, հա, 0-ից, որը ուրանն է, այսինքն դու կարող ես լինել քաոսում, դու կարող ես ունենալ ուժեր եւ գալիս ես ծանոթանալու մյուս 22 արկանների հետ հոգեվոր։ Եվ այստեղ դու 0 արկանը գլուպեց են ասում, հա, հիմար, ով գալիս է ամեն ինչ 0-ից սկսելու, ծանոթանալու այս քարտերի հետ եւ որպեսզի դառնա սկսնակ մասնագետ։ Ես վերցնում եմ բավականին հիմք ունեցող, հա, մարդկանց, իրանց հիմքը դնում եմ ճիշտ, ցույց տալով, որ ինչ ուղղությունով նրանք կարող են գնալ։ Մինչև դա դիագնոստիկա եմ տանում եւ բացատրում եմ իրականությունը։ Ավարտելուց հետո ուզես թե չուզես, եթե մարդը ունի ուժեր, իհարկե, հենց այդ դեպքում եմ ես վերցնում եւ այդպես տարոլոգ դեռ չկա, որ ինքը մոգությունը չձգի, հա, բայց քանի որ մոգությունը ձգում է, ես դիագնոստիկա եմ անում եւ ուղղությունը տալիս եմ լուսավոր մագիան, ինչու, որովհետեւ ով ինձ մոտ գալիս է, ես չեմ սովորացնում, որպեսզի մարդիկ գնան մարդկանց վատություն անելու, թուղթուգրեր անելու, ինչպես մեր հայկական, հա, սենց ծիծաղելի է մի քիչ, առանց հասկանալու, թե մոգական ազդեցություն, տարբեր մոգական ազդեցություններ, բացասական ազդեցություններ կան, առանց հասկանալու, թե ինչի մեջ են մտնում մարդիկ։ Ունեցել եմ իհարկե աշակերտներ, որ փորձել են իրենց կողմ գրավել, բայց ես նախորդ զգուշացրել եմ, բայց փառք Աստծո, որ ստապ կարելի է ասել գլխով հասկացել են, դրանցից մեկը իմ աշակերտներից է Արմանը Օրձյան, այսօր բավականին երիտասարդ է, բայց ունի բավականին մեծ փորձ արդեն 6 տարվա եւ բավականին հաջողակ է դառնում, իսկ երբ որ գալիս են քեզ մոտ, ուժեր ունեն, սովորում են, մարդիկ կարող են դառնալ հաջողակ, այդ դեպքում իհարկե նաստավնիկն էլ ամեն ինչ նաստավնիկի մոտ, ինձ մոտ